Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, այսօր ինձ շատ հարազատ մարզ է գնացել գործով, վերադառնում եմ Վայոց ձորից և այս ժամանակը օգտագործեցի օրինակ լսելու 3 քննչական կոմիտեի նախագահի հարցազրույցը հանրային հեռուստատեսությամբ հյուրընկալվել էր Պետրոս Ղազարյանին և վերստին խոսում են, փորձում են հիմնավորել Մերձավանի դաժան քաղաքական, հիմա կբացատրեմ, թե ինչու եմ ասում քաղաքական, ակնհայտ քաղաքական սպանության իրենց վարկածը, նիկոլական վարկածը, հիմա դա էլ կբացատրեմ ինչի եմ ասում նիկոլական վարկած, և այս առիթով քանի ճանապարհին եմ հարմար գտա ձեզ արդեն ծանոթ ավտոլայվի ռեժիմով ինչ-որ մտքեր արտահայտել դրա հետ կապված մտահոգություններ և ցույց տալ այն հակասությունները, այն նիստիկովկաները, որ ակնհայտորեն առկա են այստեղ և ձեր ուշադրությունը հրավիրել այդ հարցերին։ Այս դաժան սպանությունը իհարկե մեծ հանրային ուշադրություն է իր վրա սևեռել և ամենակարևոր այստեղ հակասության սկիզբը դա այն էր, որ ժամեր անց Նիկոլ Փաշինյանը արդեն իր հրապարակային գրառմամբ ըստ էության հանձնարարություն տվեց իրավապահներին այս սպանությունը դիտարկել վենդետայի տիրույթում, այդ իրենց բառն է, իրենց սիրած բառն է, վենդետա։ Ինչ է նշանակում վենդետա, ինչ ազդեցություն է ունենում այդ արտահայտությունը մարդկանց վրա։ Դա նշանակում է, որ X մարդը ինչ-որ արյան հետ կապված հանցանք է կատարել և նրա նկատմամբ կատարվածը նույնպես կապված է արյան հետ։ Միանգամից այդ տպավորությունը, միանգամից այդ նարատիվը, այդ խոսույթը, այդ կարծիքն են փորձում տեղավորել մարդկանց ուղեղներում։ Վենդետա։ Միայն վենդետա բառի օգտագործումը դրա մասին է։ Որոնք են հակասությունները։ Հակասություն առաջին։ Այն դեպքը, որը որ նկատի է ունեցվում, փետրվարի 5-ի դեպքը, Վալոդիա Գրիգորյանը դրա հետ ընդհանրապես որևէ առնչություն չունի։ Անգամ իրավապահ մարմինները որևէ անգամ որևէ հարց այդ առիթով Վալոդիա Գրիգորյանին չեն ունեցել, որևէ կարգավիճակ չի ունեցել, չի առնչություն ուղղակի չի ունեցել։ Երկրորդ, մեղադրյալի կարգավիճակ է ունեցել իր եղբայրը, բայց ոչ սպանության համար, խուլիգանության համար, եւ դեռ այն ժամանակ Վալոդիա Գրիգորյանը քաղաքական հայտարարություն է արել եւ շատ ճիշտ հայտարարություն է արել, որ իր եղբորը շարով են տալիս այն ժամանակ սպասվող ընտրություններին իր դիրքերը թույլատնելու համար իր դեմ ընդունելի մեթոդներ կիրառելու համար։ Ակնհայտ է, չէ, որ եթե առնչություն ունենար այդ սպանության հետ, իդեպ բոլոր այս սպանությունների զոհերի հարազատներին իմ խորը եւ անկեղծ ցավացությունները։ Եթե առնչություն ունենար, ինչու պետք է նրան սպանության հետ կապված ինչ-որ մեղադրանք չներկայացներ։ Ինչպես օրինակ, ըստ 3 քննչական կոմիտեի ղեկավարի, սպանության օժանդակության մեղադրանք է ներկայացված այն առաջինը բռնված տղային։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ առաջին իսկ պահից վենդետա բառն է դրվում շրջանառության մեջ ամենաբարձր մակարդակով, միանգամից տպավորություն է ստեղծվում, որ Վալոդիա Գրիգորյանը առնչություն ունի ինչ-որ արյան հետ կապված հանցանքի հետ, եւ սա նրանից
կատարված, նրա նկատմամբ կատարված այսպես վրեժի գործողություն է։ Բայց վրեժի գործողության համար կոպիտ ասած պետք է որևէ համակարգով, պետական օրենքներով, չգրված օրենքներով, ես չգիտեմ, որևէ այլ բարոյական օրենքներով, մարդը պետք է ինչ-որ սխալ արած լինի։ Վալոդիա Գրիգորյանին որևէ մեկը չի մեղադրում դրա մեջ։ Ուստի այստեղ վենդետա տերմինի կիրառումը մաքուր քաղաքական նշանակություն ունի։ Սա մեկ։ Սա այդ քաղաքական բաղադրիչը, որը առաջինից պահից եկավ։ Երկրորդ, այսպես կոչված բացահայտման հետ կապված։ Ես կարող է տպավորություն եմ թողնում, որ քաղաքական գործերով եմ խոսում, քանի որ շարով են տալիս տարբեր մարդկանց իրենց քաղաքական հայացքների համար, ձերբակալում են, կալանավորում են, խոշտանգման են ենթարկում առանց որևէ պատասխանատվության, Սամվել Վարդանյանի դեպքը չմոռանանք։ Ունեզրկում են, աշխատանքից են զրկում։ Այս բոլոր դեպքերում երբ մենք խոսում ենք, եւ մենք դրա մասին ենք խոսում, որ սա հակաիրավական է, անթույլատրելի է եւ այլն։ Կարող է ինչ-որ մարդկանց մոտ, չգիտեմ ինչի, տպավորություն է ստեղծվել, որ մենք խոսում ենք մեր հետ, ես խոսում եմ օրինակ, այն մարդկանց մասին, ովքեր կիսում են իմ քաղաքական հայացքները։ Ժողովուրդ ջան, խոսքը չի վերաբերում միայն այն մարդկանց, ովքեր որ ունեն օրինակ իմ հետ նույն քաղաքական հայացքներ։ Դա ուղղակի абսուրդ մոտեցում է, որ մարդը ասի իմ ինչ որ չափանիշով մարդկանց թող օրենքը պաշտպանի, բայց այդ մյուսներին թող ինչ ուզում անի։ Դա առողջ հասարակություն դրանով դու չես ստանա։ Եվ ով ուզում է լինի, հատկապես երբ խոսքը վերաբերվում է արյան մեղք մարդու վզից կախելուն, դա պետք է լինի անթույլատրելի։ Դա պետք է լինի ինչպես անթույլատրելի, այլ ցանկացած հասարակության անդամ որևէ կերպ այդ մարդու հետ առնչություն ունեցող, առնչություն չունեցող, նրա դիրքորոշումները ընդունող, չընդունող, յուրաքանչյուրիս գործը պետք է լինի, որ հանկարծ որևէ մեկին հանիրավի, ինչ որ պատճառներով չկասկածեն, չմեղադրեն եւ առավել եւս չդատապարտեն։ Եվ այս առումով լիքը հարցեր կա։ Այն որ առաջինը ձերբակալված այդ տղան, այսպես ասած, հաստատ իմ հայացքները չի կիսում տարբեր քաղաքական հարցերի վերաբերյալ, դա չի նշանակում, որ ես համակ ուշադրությամբ չեմ հետևելու եւ չեմ տեսնելու, թե այստեղ այս մարդուն շարով են տալի, թե չէ։ Եվ այո, դրա նշանները երևում են ակնհայտորեն։ Ես հիմա դրա հարցերը կտամ։ Դրա նշանները կան, չեմ ասում, որ դա միանշանակ այդպես է։ Բայց այստեղ կասկածելի բաներ կան։ Կասկածելի բան առաջին, օրինակ երեք քննչական կոմիտեի ղեկավարը խոսում էր նրա մասին, որ այդ անձը ձերբակալվել, կալանավորվել է սպանության օժանդակության մեղադրանքով։ Ուշադրություն դարձրեք, ես ուշադրություն դարձրել եմ։ Առաջին իսկ օրը, երբ որ այն երկրորդ անձը, որը երևի ինքն է հանցանք կատարողը, կոնկրետ կատարողը, ես կարծում եմ այնտեղ այլ հանցակիցներ վստահաբար կան։ Երկրորդը, 20 տարեկան անձնավորությունը։ Մինչև նրան բացահայտելը ամբողջությամբ պաշտոնական հաղորդագրությունը գնում էր դրա մասին, որ կատարող են համարում, սպանության կատարող են համարում այդ Նարեկ Օհանյանին։ Այդ ոնց դարավ օժանդակով։ Եվ տարել են այդ ժամանակ դատարան, այդ ժամանակ դատարանն էլ իրանց ըստ իրենց հաղորդագրության կալանքը տվել է հենց սպանություն կատարողով։ Հետո նոր ի հայտ եկավ այն մյուս անձնավորությունը։ Իդեպ խոսքը նաև նրան է վերաբերում։ Մենք պետքա մեր բոլորիս շահերի մեջ, որ մենք ուշադիր լինենք, որ ոչ միայն բոլոր հանցանք կատարած անձինք բացահայտվեն, այլ որևէ մեկի շարով չգնա։ Որովհետև նորից ասեմ, հենց այն որ միանգամից վենդետայի մասին վարկածը պաշտոնական դիտվեց, երեք ասում է քննչական կոմիտեի ղեկավարը, մենք բոլոր վարկածները դիտարկել ենք, այդ որ վարկածներն եք դիտարկել։ Այդ ինչ վարկածներ եք դիտարկել։ Այդ բոլորը որոնք են։ ՔՊ-ի առանձին թևերի կողմից ինչ որ աշխատանք կատարելը, մարդկանց տակը լցնելը,
այդ վարկածները դիտարկել եք, թե չեք դիտարկել։ Հիմա ինչ է ստացվում։ Ուրեմն մարդը միանգամից որպես կատարող դիտվեց, միանգամից խոդի տվեցին քարոզչական իրենց ամբողջ համակարգը, այդ իրենց քարոզչական համակարգը սկսեց աշխատել հերոսացնելու ուղղությամբ, խայտառակ ձևով։ Մի մարդու, որը չի ընդունել իր արարքը։ Ուրեմն տեսեք իրենց ստորության աշճանը, որ փորձում էին զուգահեռ անցկացնել, նույնիսկ Սողոմոն Թելերյանի հետ, պատկերացնում եք։ Դուք պատկերացրեք, էլի ինչ աշճան ստոր պետք է լինեն, ընդ որում հատուկ երևում էր, որ աշխատանք է կատարվել այդ քարոզչական թիմի հետ, որ ինչ որ ձևակերպումներ չօգտագործեն, այն որ ակնհայտ չլինի, որ ակնհայտ հանցագործության, այսինքն բռնության արդարացման հարցեր չառաջանան։ Երևում էր այդ աշխատանքը, իհարկե դա տես չի եւ դրանց դա բնականաբար չի հաջողվել եւ բազմաթիվ մարդկանց նկատմամբ պետք է բռնության արդարացման մեղադրանք լիներ, եթե մեր իրավապահ համակարգը աշխատեր նորմալ, բայց դե քանի որ մենք բոլորս գիտենք, որ նորմալ չի աշխատում, այդ մեղադրանքները չկան։ Ուղիղ հերոսացման եւ բռնության արդարացման ուրեմն քարոզչական գիծ էր տարվում։ Այդ առաջի օրը, մինչև այն մյուսի հայտնաբերումը։ Մի մարդու նկատմամբ, որը երեք ասում է այդ քննչական կոմիտեի ղեկավարը, որ մարդը չի ընդունում իր մեղքը։ Չի ընդունում իր մեղքը, ըստ էության ասում է շարով եք տալիս։ Այո, ձերբակալման հիմքեր կային։ Այն առումով, որ իր տարածքում հայտնաբերվել է այդ վառած եսի մինչերը։ Բայց հələ տեսեք ինչ է ասում, ասում է մի ժամ առաջ գնացել է այդտեղ ինչ որ բան է։ Դեպքից մի ժամ առաջ։ Դեպքից մի ժամ առաջ ինչ որ բաներ վառելը։ Ինչ կապ ունի դեպքից հետո այրվածքի հետ։ Որտեղ ասում են, որ այդտեղ ինչ որ մասկա, մուսկա եւ այլն ինչ որ վառված բաներ են հայտնաբերել։ Ընդ որում բաց տարածքում, ես չի որ այդտեղ որևէ մեկը հասանելիություն չուներ, ցանկացած մարդ հասանելիություն ուներ։ Իսկ ինչի օրինակ չենք մտածում որպես վարկած, որ հաշվի առնելով այդքան մեծ ժողովրդականությունը, այդքան մեծ սերը, հարգանքը, որ Վալոդիա Գրիգորյանը վայելում էր, որպեսզի քաղաքական հակառակորդի նկատմամբ ինչ որ այսպիսի խայտառակ, այսպիսի բան անեն, օգտագործել են որպես պատրվակ փետրվարի 5-ի այդ դեպքը, որ եթե ոչ մի առնչություն Վալոդիա Գրիգորյանը չունի, ինչ որ խմբեր, ես կոնկրետ մարդուն չեմ կարող մեղադրել, բայց ԿՊ-ի հետ ուղիղ կապված ինչ որ խմբեր, ընդեղ էլ միատար չի։ Եվ ինչ որ նախապատրաստական աշխատանք տարբեր ուղղություններով կատարելով, օրինակ այդ Գևորգի այդ երկրորդ բռնվածին ժայլ 20 տարեկան երեխա գլուխը լցնելով, որ ինքը պետք է վրեժ լուծի, ընդ որում են մարդուց, որը ոչ մի կապ չունի, եւ ուրեմն միաժամանակ պատրաստել են այս վարկածը, դե վենդետա է, ժողովուրդ ջան, ինչ անենք։ Ինչ անենք, հələ տեսեք սրանց, որ թվի բան է, վենդետա են իրար նկատմամբ բան։ Իսկ ով է ասում, որ այդ վարկածը գոյության իրավունք չունի։ Բնականաբար այս մարմինները իզորու չեն դա բացահայտել, բայց այդտեղ լիքը կասկածներ կան, օրինակ, նույն ձևով բացահայտում է երեկվա հարցազրույցին, որ նոր եմ լսել Արտուր Պողոսյանը, քննչական կոմիտեի ղեկավար։ Ասում է բանը, այդ երկրորդ բռնված այդ 20 տարեկանը, ասում է, որ դա ընկերական հարաբերություններ ունի այդ առաջի բռնվածի հետ։ Էդ էլ է կասկածելի, այ ժողովուրդ ջան, կասկածելի։ 20 տարեկան երեխան, 30 քանի տարեկանի հետ հաճախ է պատահում, որ ընկերական հարաբերություններ ունի։ Նորից եմ ասում, ով ուզում է լինի հատկապես արյան մեղք մարդու վզին կախելը, թեկուզ իմ մարդ լինի, որից ես զզվում եմ։ Իմ համար դա անընդունելի է, ես դրա դեմ պայքարելու եմ։ Ինչ ուզում է լինի։ Եվ իսկական հանցագործներին պետք է բացահայտել մինչև վերջ։ Այսինքն հավաստիանանք, տեսնենք, թե իրականում այս մարդիկ կապ ունեին, թե չունեին։ Եվ անկախ դրանից, թե մենք ինչպիսի համոզմունքի կգանք, կապ ունենալ չունենալու հետ կապված, որևէ կերպ ես չեմ պատկերացնում, որ կարելի է այդ կասկածները վերացնել, որ սա ունեցել է առնվազն, եթե ոչ կազմակերպիչ, ապա դրդիչ։ Այսինքն տակով տալու, օրինակ հիշեք հոկտեմբերի 27-ը։ Հոկտեմբերի 27-ի քարոզչական նախապատրաստությունը ով էր իրականացնում։ Ով էր ամիսներ շարունակ Վազգեն Սարգսյանի նկատմամբ թշնամանքը հրահրում։ Ով էր դա։ Հրապարակել եմ։ Լիքը մարդ հրապարակել է այդ Նիկոլ Փաշինյանի թերթերի այդ բաները։ Այն ժամանակ Facebook չկար, սոցիալական ցանցեր չկային,
լրատվության հիմնական ձևը այդ բաններ, թերթերներ։ Շաբաթ չկար, որ Վազգեն Սարգսյանի նկատմամբ թշնամանք տարածող բաներ ուրեմն ներառել։ Եվ դա էլ չէր կարող ազդած չլիներ, օրինակ, նայելի հունանալի պես ստահակների վրա, որ իրանք մտածեին, որ իրանց արածը ճիշտ է, ինչ որ համակարգով ճիշտ է։ Չէր կարող ազդած չլիներ։ Ընդ որում ստեր էին տարածում, կեղծիքներ էին տարածում Վազգեն Սարգսյանի նկատմամբ եւ այլն եւ այլն։ Այսինքն ստեղ լիքը հարց կա։ Մարդը, երբ որ բան ասма, մինչև վերջ վարված չէ։ Բայց ինչի մինչև վերջ պետքա չվառեին, եթե մտադրությունը վառելն էր, հետքերը վերաստելն էր։ Ավելի նման չի նրան, որ հատուկ տարեն նետե վառել են կիսատ պռատ, որպեսզի տպավորություն ստեղծեն, որ այդ մարդը տենց տարել է այդտեղ վառել է եւ այլն եւ այլն։ Ավելի շատ է տպավորությունն է։ Օպերատիվ տվյալ ենք ստացել, գնացել ենք այդտեղից։ Որտեղից եք ստացել, ով է այդ օպերատիվ տվյալ տվողը։ Շատ կասկածելի վիճակ է։ Ու գիտեք աբսուրդը որն է։ Դա էլի երեք իմացա։ Այն մի հատ նիկոլական քարոզչության բան կա։ Ղեկավարներից մեկը կա, Տարոն ինչ է, Չախոյան անունով։ Մի քանի ընդդիմադիր գործիչների, մի քանի ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց, այդ թվում իմ գրառումը այս դեպքի հետ կապված դրել է, ասում է, ըհը, տեսակ, մենք բացահայտեցինք, բայց դուք ներողություն չտվեցիք։ Իմ գրառումը հետևյալն էր, որ եթե մինչ օրս ընդդիմադիր գործունեության համար մարդիկ կարող էին զրկվել ազատությունից կամ ունեզրկվել, ապա հիմա սրան միացավ նաև կյանքից զրկվելու ռիսկը։ Հիմա ինչի համար ես ներողություն խնդրեմ, Տարոն Չախոյան։ Բան եմ անում, ինձ զսպելով հանգիստ պատասխան, ինչի համար ներողություն խնդրեմ։ Ասեմ, կներեք, իրականում սպանվելու ռիսկը չկա, միայն ազատությունից զրկվելու եւ ունեզրկվելու ռիսկն է։ Կամ այդ ինչ է ասածս, որ ինչ որ աբսուրդ էլի։ Այդ դուք բացահայտեցիք պրծակ, դուք համարեցիք, որ բացահայտեցիք, առաջին իսկ պահին վերսայա տրվել բարձրագույն մակարդակով։ Դա արդեն իսկ պրոբլեմա։ Իսկ իրավապահ մարմինների վստահելիության աշճանը ընդհանրապես քննարկման առարկա չի։ Նույն Արտուր Պողոսյանը ես մի քանի բաներ ցիտատ իրան բերեցի, բայց մեկը ես մտածում եմ ինքը վստահելի աղբյուր դժվար է իրան համարել, մեղմ ասած դժվար է համարել։ Դա նույն մարդներ, որ եկել են Բագրատ Սրբազանի հետ կապված ակնհայտ սուտ տեղեկություններ էր հայտնում, այդ նույն աթորին նստած Պետրոսի դիմացը նստած։ Հետո նախաքննությունը ավարտվեց, մենք տեսանք, որ դրանք սուտ են։ Վստահելու ոչ մի բան չկա։ Նրանք կորցրել են իրենց վստահությունը։ Այդ մարդիկ իրենց վստահությունը կորցրել են։ Երբ որ ասում են մենք բոլոր վարկածները քննարկել ենք, ինչ վարկածներ ենք քննարկել։ Վալոդիա Գրիգորյանը նորից ասեմ, ես ինքս գիտեմ, իրենց համայնքում իրականացնում էր բոլորի համայնքապետը լինելու սկզբունքը։ Ոչ միայն այն մարդկանց, ովքեր իր ընտրողներն են, այլև բոլորի համերաշխության մթնոլորտ էր ստեղծում, ամեն ջանք ներդնում էր։ Անգամ նիկոլական քարոզչությունը չի կարող դա հերքել։ Ու այդ մարդու վենդետա են անում։ Մի դեպքի համար, որ իդ ինքը անգամ պաշտոնապես, անգամ նիկոլականներ իրենց հակառակորդի եղբորը կեղծ մեղադրանք առաջադրեցին, առերևույթ կեղծ։ Բայց իրան անգամ չներգրավեցին։ Ինչ վենդետա։ Սա շատ կարևոր է, որ մենք շարունակենք համակ ուշադրությամբ սրան հետևել, այս դեպքին հետևել եւ երկու ուղղությամբ ուշադիր լինել։ Առաջին, որ բոլոր մարդիկ, ովքեր որ առնչություն են ունեցել, ովքեր որ տակով են արել, ովքեր որ տակները լցրել են, ովքեր որ դրդել են, ովքեր որ կազմակերպել են, հնարավորը կազմակերպված ա եղել, ովքեր որ օժանդակել են, այդ բոլոր մարդիկ բացահայտվեն։ Իհարկե ես հասկանում եմ, որ այս իշխանությունների պայմաններում դա անիրատեսական է։ Եվ երկրորդ, որ որևէ մեկը մեղավոր չնշանակվի հանիրավի, որևէ մեկը մեղավոր չնշանակվի անկախ դրանից ինչպես ենք մենք վերաբերվում դրան։ Ի վերջո խուժանապետություն մենք այս խուժանապետությունից պետքա դուրս գանք մի օր։ Հաջորդ իշխանությունները չպետք է այս խուժանապետական պրակտիկան շարունակեն, որ օրենքը միայն իրանց համար է, ուրիշների համար չի։ Եթե իրանց յուրայինն է, իրանց ամեն ինչ կարելի է, եթե ուրիշն է, ուրեմն օրենքի ամբողջ խստությամբ պետքա կիրառել։ Ոչ։
Ով ուզում է լինի, չի կարելի շարով տալ մարդկանց։ Ով ուզում է լինի։ Ըստ էության այսքանն է ուզում ասել, այս դեպքի հետ կապված, ուզում է ասել, որ ձեզ չհաջողվեց փարատել այն կասկածները, որ արկա են։ Դուք ինքներդ եք այդ կասկածները թողել։ Հիշեցնեմ շատ կարճ 1-2 կետ։ Դուք մարդուն բռնեցիք, ցեցիք հերոսացնել, հավանաբար մտածում եք, որ գործարքի կգնայք, այդ մարդը առերևույթ իր չկատարածը իր վրա կվերցներ, իրան կհերոսացնեիք ու տենց ձեր վարկածը իրականություն կդառնար։ Բայց մեկ էլ հոп, այդ մարդուն տանում եք սպանության համար, կանանավորում եք, մեկ էլ հոп, հաջորդ օրը ասում եք, չէ, պարզվեց, որ ուրիշ մարդ է։ Իդեպ են էլ ասեմ, որ իրավապահ մարմինների գործունեությունները ես ուզում եմ տենց մենք տարբերակված մոտեցում ցուցաբերենք։ Ես վստահ եմ, այնտեղ լիքը մարդ կա, որ անկեղծորեն փորձում է բացահայտի։ Ես վստահ եմ դրանում։ Չմոռանանք, որ երկրորդ զոհը ոստիկանության ծառայող է, իսկ այդ դեպքում ոստիկանությունում հաստատ գտնվում են մարդիկ, որ այդ սպայի պատիվը իրancs համար աշխատում է, որ իրancs գործընկերոջ սպանության դեպք ասա։ Բացի այն քաղաքական բաղադրիչից, որի մասին մենք խոսում ենք։ Սա էլ չմոռանանք։ Այսինքն մենք չասենք, որ իրավապահ մարմինները այն ինչ որ անում են, դա տենց լավ չի, վատ է, ուղղորդված է, կազմակերպված է, չէ։ Ես օրինակ տես չեմ կարծում։ Օրինակ հնարավոր է եղել են իրավապահներ, որոնք որ համոզմունք են ունեցել, որ հանցանք կատարողը եղել է այն Նարեկ Օհանյանը։ Ուրեմն նաև ելնելով Նիկոլ Փաշինյանի նշանակած մեղավորից։ Ես դա չեմ բացառում։ Ես չեմ բացառում, նաև շատ հավանական եմ համարում, որ մարդիկ են եղել, որ պրոֆեսիոնալիզմ են դրսևորել այն երկրորդի վրա դուրս գալու մասով, որտեղ այնտեղ ինչ որ քարտի պահ կար եւ այլն, ես չեմ ուզում պնդել, որ դա եղել է սարկազմի բան, կարող է եւ չէ, կարող է իրոք այդտեղ պրոֆեսիոնալիզմ է դրսևորվել։ Իրավապահներին տենց առանձին դիտենք այստեղ։ Այո, քաղաքական ազդեցությունը կա, բայց եկեք առանձին դիտենք։ Անկախ այդ քաղաքական ազդեցությունից նաև մարդիկ կան, որ իմ ասած պատճառներով նաև երևի փորձում են օբյեկտիվությունը պահել։ Բայց այստեղ լիքը հարց կա։ Այստեղ լիքը հարց կա, այդ ընթացքում ում է տաշփվել այս 20 տարեկանը։ Ով է ակը լցրել օրինակ։ Իրականում ինչ հարաբերությունների մեջ ա եղել նաև այդ Նարեկ Օհանյանը։ Առնչություն ունեցել են թե չէ, հանդիպել են թե չեն հանդիպել։ Այս բոլորը պետք է բացահայտվի։ Ինչի են փորձում միանգամից այդ վենդետայի վարկածով մեղավոր նշանակել եւ դրանով թեման փակել։ Այդ որ մի ապուշը շատ ներողություն այդ բաց տարածքում կգնար կվառեր ու միջև վերջ չէր վառի։ Ինչի պետք է միջև վերջ չվառեր։ Ինչն էր պակաս, բենզինն էր պակաս, լուցկին էր պակաս, զաժիգալքա չուներ, ինչն էր պատճառը։ Շատ նման է ախր բանին գլխի սարքոցին սա։ Այսքանն էի ուզում ասել, հարգելի քաղաքացիներ։ Շնորհակալություն, հաջողություն։